ջան, խոսա, քեզ ինչ եղավ։ Սուրեն։ Հա։ Մի րոպե կգաս։ Եկա։ Ինձ կներեք, հեսա գամ։ Ինչ եղել է։ Ինչի է ստեղ։ Ինասային եմ բերել, բելայի հետ են խոսում։ Դու ինչ ես եկել։ Ես հեչ։ В общем, եկա Հեկար, որ ասես այդ դանակը քոնն է, որ բելայի վրա չջղենանան։ Ես հասկացա աղբեր, դրա համար էի հասկացնում, որ չխոսաս։ հա, բայց ինչի։ Դե բելայի պապան հասկանում է, որ այդ բելայի դանակը չի, խնդալու էլ է։ Հա։ Ինձ թվաց չի հավատում։ Լավ էլի աղբեր, ես ու դու հավատում ենք ինքը, չէ։ Ավել բան չխոսաս։ Լավ, Բայց ինչի էր ուզում քո վրա վերցնեիր։ որովհետև սենց ճիշտ չի։ Աղբեր այդ դավոյ դանակն է, տեսել եմ ես իրա մոտ։ Դե որ գիտես էլ ինչ ասեմ։ Ոչ կարայի գնայի ասեի դավոյնն է, ոչ էլ կարայի դավոյին ստիպեմ, որ իրա վրա վերցնի։ Բայց սենց ճիշտ չի։ Աղջիկը ամեն դեպքում սիրուն բան չեղավ։ Լուրջ մենակ նրա համար ես եկել, որ սիրուն բան չեղավ։ Հա, բա էլ ինչի։ Ասա լսում եմ։ Ձայցուրեն մելսը եկել էր ասել, որ դպրոցում տես պրոբլեմ չկա։ Ձեր գնալուց հետո Տոնոյանի հետ է խոսացել, չէ՞ մելս։ Հա, ես խոսացի հետը, ասեց, որ իրանք ամեն ինչ գիտեն ու կգտնեն այն մարդուն, ով որ այդ դանակը բերել է դպրոց։ Էդ էի ուզում ասեի։ Երկանը ես էլ գիտեմ, բայց ապրես։ Տղերք, եկեք իրար հանդեպ ազնիվ լինենք, իրար ճիշտ ասենք, տղամարդու պես, բելային դպրոցում նեղացնում են, ինչ ճիշտ ասեք։ Չէ, Չէ, չեն նեղացնում։ Նորմալ է սա։ Հաստատ։ Լսի, Շաքեն ախր շատ անհասկանալի է իրան պահում։ Հետո Լևոն ինձ ասեց, որ այդ դանակը Դավիթի մոտ է տեսել։ Այդ դանակը Դավիթինն է։ Հա, այսինքն Դավիթի դանակն է եղել։ Հա, հիմա հասկացա։ Հետո երբ քեզ տան Տոնոյանի աշխատասենյակ, Դավիթն ու Մելս միջանցքում կռվում էին, ընենց էին գորգորում, մենք վախեցանք դուրս գանք։ Մենակ Շաքեն դուրս եկավ, բայց հետո չասեց ինչ ա եղել։ Ինձ թվում է Մելսը քեզ էր պաշտպանում ու Դավիթին ասում էր, որ չպետք է այդ դանակը քո պայուսակի մեջ գցեր։ Դե լավ, արդեն հորինում ես։ Չէ, բելա լուրջ եմ ասում, թե չի ուրիշ ինչի համար պետք է կռվեին։ Դե հաստատ ոչ ինձ պաշտպանելու համար։ Հետո Մելսը Տոնոյանի աշխատասենյակի մոտ անհանգիստ սպասում էր։ Դե կարող է ուրիշ բանի համար էր այնտեղ։ Դե լավ, Բելա, դու գիտես, եթե չես ուզում մի հավատա, բայց Բելա արդեն դուրս գամ, մաման չանհանգստանա։ Ամեն դեպս շատ ուրախ եմ, որ խոսեցինք։ Ես էլ ապրես որ եկար։ Բա դու ինչի ներ չես գնացել։ Ոնց է սևակը։ Լավ։ Արդեն լավ է պարկածը։ Չեմ կարող տեսնել։ Այսօր թողնենք մի քիչ հանգստանա, հա։ Բայց ինչ եղավ, ինչի սենց վատացավ։ Սոված է ինձ թվում է։ Ոնց ես։ Լավ եմ արդեն, դες շատ լավ եմ։ Բայց մենք հաց կերել էինք։ Իրոք, այնպես չի որ։ Դերևն արվիտակ ենք շատ մնացել։ Ոչինչ պատահում է։ Բալես դե հրաժեշտ տուր, գնանք պարկի, հա։ Լավ մամ։ Տեսություն Ժասմին ջան, շատ շնորհակալ եմ, որ օգնել ես տուն հասնում։ Կներես ինձ։ Ինչի համար։ Դե որ քեզ անհանգստացրեցի, վախացրեցի։ Սրանից հետո նորմալ հաց ես ուտում ու արևիտակ երկար չես մնում։ Շատ չես քայլում, որ չհոգնես։ Մի խոսքով, այն ամեն ինչ որ այսօր այլես, էլ չանես։ Չծիծաղեմ, չքայլեմ քո հետ, չնայեմ քեզ։ Անհնարին բաներ ես ասում, Ժաս։ Այսքան տարի հնարավոր է եղել, հիմա ինչ եղավ։ Հերիք ամեն անգամ սենց ասես, այսքան տարի սենց, այսքան տարին ենց։ Հիմա ուրիշ է, Ժաս։ Լավ, մամա ճիշտ է ասում, ավելի լավ է գնաս պարկես հանգստանաս։ Չէ, ես կճանապարհեմ քեզ։ Չէ, պետք չի։ Ես Կարենին արդեն զանգել եմ, ներքևում ինձ է սպասում։ Ինքը կճանապարհի։ Դե գոնե միջև ներքև։ Չէ, էլի, խնդրում եմ, գնա պարկի։
Սևակ ջան։ Ոչ մամ, միասայելի մամ։ Հանգստացի ժաս։ Կար, ես նենց վախեցա, չես պատկերացնի, որ ընկավ նենց վախեցա։ Արի գնանք։ Տղեկ ջան, շատ կարևոր է ազնիվ լինելը, բայց ավելի կարևոր է կեղծիկը իրականից տարբերելը։ Հասկանում եք, չէ՞։ Կարևոր է գտնել ընկերներ, որոնք քեզ կես բառից կվստահեն։ Սուրեն, դե հոգնեցրիր երեխեքին։ Չէ, շատ հետաքրքիր է։ Դու պարզապես շատ քաղաքավարի տղա ես։ Մենք գնանք։ Մելս, դու էլ ես այստեղ։ Հա, ես եկա պապայիդ հետ խոսելու բան կար։ Ինչ։ Ինեսա, մենք գնանք արդեն։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Մինչ վաղը։ Եկեք ես ձեզ կճամ։ Բա ինչ ունեիր պապայիս հետ խոսալու։ Դե պիտի ասես, որ այդ քո դանակը չի, որ ուսուցիչները գիտեն, այն ինչը որ ես գիտեի, էլի։ Պարզա։ Լավ, ես գնամ։ Ես քեզ կճանապարհեմ։ Արի։ Մինչ վաղը։ Դեա։ Հա, մամ, ես գնամ պարկեմ, էլի շատ հոգնած եմ ու մտքերս էլ խառնա։ Հա, իհարկե։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Սուր։ Հա, Արիշ։ ինչ է վել։ Մամ, այս առաքիչը մեր տուն էր գալիս։ Ոնց ես իմացել, որ այսօր ամբողջ օրը մտքիս էր։ Դու ես մտքեր եմ կողտում, չգիտես։ Ես հիմա ափսեները կբերեմ։ Ամեն ինչ լավ է դպրոցում, Բելան ոնց է։ Չհաշված այդ դանակի պատմությունը, մնացած ամեն ինչ լավ է։ Ինչ դանակ։ Դե Դավիթը Բելայի պայուսակի մեջ դանակ է գցել, ուսուցիչներն էլ տեսել են ու այդպես։ Իրապա, չգիտեմ, որը առաջինը հարցնեմ։ Ինչի էր գցել ու ոնց տեսան։ Դե մեր պայուսակները խուզարկեցին։ Դավիթն էլ այդ դանակը գցել է երևի Բելայի պայուսակի մեջ, որ իրեն չկասկածենք, դա մեր ենթադրությունն է։ Իսկ Բելան ինչ ասաց։ Դե Բելան ասում է, որ իրենը չի։ Ես էլ իրեն հավատում եմ։ Այդ Դավիթի մասին այնքան վատ բաներ ես պատմում, արդեն լարվում եմ, որ ձեր դասարանը պես տղա կա։ Դե Դավիթի հետ բոլորը խնդիր ունեն, Լևոնն էլ։ Դե նկատի ունեմ Լևոնն էլ մյուս տղաներն են, անընդհատ Դավիթին ասում եմ, որ ինքը իրեն լավ պահի, բայց դա անօգուտ։ Լավ, պարզա։ Արի երեկոն չծանրացնենք Լևոնով, բայց դու այդ Դավիթից հեռու մնա, հա։ Դե հա մամ, տենց էլ անում եմ։
Երեխեք, գնացեք այստեղ կսպասեմ։ Իմաստը ստեղ սպասելու։ Արի գնանք դասարանում կտեսնես էլի։ Չէ, դասանում լիքը մարդ կա, ստեղ առանձին խոսամ։ Ինչ ես խոսալու։ Դե տեսնեմ ոնց է էլի։ Ժաս, բայց Երեխեք ինձ ստեղ թողեք, էլի դժվար է։ Լավ, թող վրթո։ Թող ոնց ուզում ա տենց անի։ Արի։ Երեք շատ վատ վիճակում էր։ Շատ էր վախեցել։ Ինձ դաժե թվաց Սևակը պատմել է, որ հիվանդ է։ Հեն էլ հետո հասկացա, որ չէ։ Ուղղակի վատացել էր, դե Ժասնը վախեցել էր։ Արդեն քիչ է մնում ես պատմեի։ ոչ ես պատմել։ Չէ, ռիսկ չեմ արել։ Կար։ Ինքը պետք է այդ ամեն ինչը Սևակից իմանա։ Ու եթե իրանց մեջ ինչ-որ բան է սկսում, այդ արդեն իրանց գործն է։ Լավ դե թարգի։ Տղեկ լավ եկեք խաղանք։ Էս ինչ ա եղել։ Ալավ խաղացեք, երկուս ենք խաղում։ Ես դրա սպասիչս նեղացած աղջկը նման քեզ բան։ Հավաքի քեզ էլ է։ Լսի երեք մի քիչ պանիկայի մեջ էի։ Երկար չմտածեցի ինչ եմ անում։ Հա? Դե գնա ասա, որ քո դանակներ ոչ թե Բելայի։ Արածդ միջև հիմա չի տեղավորվում գլխիս մեջ։ Լավ, ինչ ես ուզում անում, ներողություն խնդր, հա։ Ինձանից չէ, Բելայից։ Լավ, մեծ թարգի։ Եթե ուզում ես ամեն ինչ առաջվան լինի, ուրեմն գնա ասա այն ինչ նոր ինձ ասեցիր։ Ասա որ պանիկայի մեջ եմ էլ չեմ ջոգեում սունկի մեջ եմ գցում։ Այդ ինչա քեզ տալու, ինչի տա պետք։ Այդ ինչ չի պետք, այդ քեզ է պետք, այ ախմախ։ Եթե ինձ ա պետք, լավ ա, մերսի չեմ ուզում։ Լավ, մեր սուրիցը հնարավոր չի։ Չէ, ես մենակ տենց կարամ հասկանամ, որ դու լրիվ կորած չես։ Իբր դու սաղ ճիշտ ես անում, սխալ բան չես անում։ Մինչև այս պահը դպրոցում ամենաշատը քաունն էր թնդում։ Հպարտանալու բան չես ասում, Դավո։ Քոնը գրի չես հասցնի։ Այդ ինչ ես անում, բելա։ Սևագիր եմ անում։ Լավ։
լավ, ոչ մի բան չհասցրի։ Երկու հարց կար չենք էր անցել։ Անցել էինք ալ, ուղղակի դու բացակայ, դրա համար էլ չես հիշում։ Ալա մի չեք խառնվը իրար։ Սա ախտանի տեմները սա։ Թե ասա քո համար ինչ տարբերություն։ Բա ասում ես, քելը քո։ Հասցրեցիր։ Հա, իսկ դու։ Հա, գրել եմ։ Քեզ շոկնեցի, որովհետև մտածեցի իմը չեմ հասցնի։ Չէ, կարևորը դու լավ ես գրել, ես հեչ։ Տենց չժպտաս։ Խոստացել էի օգնել։ Հա, բայց քոնը չհասցրեցիր։ Դե երկու հատ եմ բաց թողել, ոչինչ։ Հետո կլրացնեմ։ Իմ համար մեկ է։ Ընկեր Տոնոյան, այս մարդը տարօրինակ է։ Ինչ մարդ։ Դավիթի հայրը։ Ասում եմ եկեք դպրոց, ձեր տղայի պայուսակից ծխախոտ են գտել։ Ասում է տիկին Տոնոյանին ասեք դրսում հանդիպենք։ Դա ինչ նորություն էր, ասա չէ, հնարավոր չի։ Գիտեք, հնարավոր չի։ Ես ձեր խոսակցությունը լսեցի։ Հա։ Փոխանցեք հեռախոսը տիկին Տոնոյանի խնդրում։ Ասում է հեռախոսը փոխանցեք տիկին Տոնոյանին։ Ասա ստեղ մենք տիկին Տոնոյան չունենք, մենակ ընկեր Տոնոյանը։ Մենք էստեղ Լսեցի, փոխանցեք։ Գնա։ Ես չեմ հասկանում։ Սա ինչ նորություն է։ Մենք ինչ ամտերիմ ընկերներ ենք, թե հարևաններ։ Ինչ է նշանակում դուրս հանդիպենք դպրոցից։ Ինչու եք բարթացնում։ Լսեք, ձեր տղան ծխում է ու չի էլ թաքցնում, իսկ դուք ալարում եք գալ դպրոց։ Չէ, չեմ անարում, ուղղակի վերջին ժամանակները այնքան եմ եկել դպրոց, ինձ արդեն աշակերտ եմ զգում։ Դե ինչ ասեմ, այդ հարցով ձեր տղային դիմեք, ես ինչ կապ ունեմ։ Ես առաջարկում եմ հանդիպել ու հանգիստ քննարկել Դավիթի հետ կապված բոլոր խնդիրները։ Որովհետև էլ հնարավոր չի վրան ջղայնանալ։ Դա սովորական է դարձել։ Լսեք, Արսեն։ Եկեք հանդիպենք դպրոցի դիմացի սրճարանում 1 ժամից։ Լավ։ Սրան տեսեք։ Ինչեր է իրան թույլ տալիս։ Լավ։ Գրականության ես ենք։ Ապրես։ Սպասի հլը։ Վրան գրած է Լևոն։ Հա, վայ, էս էր քոնը։ Լովի SN-ել ես գրել։ Դե հա, ինքը ասաց, որ կարդում է գիրքը կհասցնի, բայց ինձ թվում է չի հասցնի։ Այդ իրա պրոբլեմը չի։ Ես ուզեցի օգնել։ Մի գրքի վերաբերել 3 տարբեր SN-ներ ես գրել, 3-ը վերլուծություն։ Դե հա։ Ինչ ես կանգնել։ Գործը տվեցիր ապրես, կարաս գնաս։ Ես ուզում եի ասել շնորհակալություն։ Ինչի համար։ Դե որ երեք եկել է իր մեր տուն ու փորձում էր իրավիճակը մեղմել։ Ես դրա համար չեմ եկել, սխալ ես հասկացել։ Բա էլ ինչի համար։ Եկել էի իմանամ դպրոցդ փոխում ես, թե չէ։ Հազիվ է գնահատականներս ուղղվել։ Որ գնայիր ինչ էի անելու։ Հա։ Դե տրամաբանական է անհանգստությունդ։ Լավ է, որ հասկացանք իրար։ Մել Ստեփանյանը կանչում է հետդ խոսելու բան ունի։ Լավ։
Ես խի դասի չէ, ջաս։ Ինչի դասի չէի եկել։ Ուղղակի հավես չունեի դասի գալու։ Ես շատ ժամանակ չունեմ։ Նստեք։ Ես շատ ժամանակ չունեմ։ Ես դա լսեցի։ Նստեք։ Սուրճ։ Լսեք, Արսեն, եկեք հստակեցնենք։ Ես դպրոցի տնօրենն եմ, որտեղ սովորում է ձեր տղան, որն իր հերթին բավականին պրոբլեմատիկ երեխա է եւ ունի լուրջ կարգապահական խնդիրներ։ Այդ իսկ պատճառով ես ստիպված եմ ձեզ շատ ավելի հաճախ հանդիպել, քան ցանկացած այլ ծնողի։ Եվ այս կոնտեքստում վերածել մեր հանդիպումը սուրճ խմելու արարողության, կարծում եմ նպատակահարմար չէ։ Դավիթին չի ենթարկվում։ Ու ես ստիպված եմ դիմել ծայրահեղ խստության։ Իսկ իմ ասածների շուրջ ինչ-որ բան ունեք ասելու, թե ոչ։ Որ ասացի։ Որ Դավիթի խնդիրներով դպրոցից դուրս հանդիպենք, որն էլ դուք պիտակավորեցիք որպես ժամադրություն։ Անտանելի եք ուղղակի։ Խնդրում եմ, նստեք։ Նստեք զրուցենք։ Տեսեք, ես կարող եմ մեկ դիմումով Դավիթին ազատել դպրոցից, բայց ինչպես տեսնում եք, դիմանում եմ այն քաոսին, որ տիրում է իմ դպրոցում, իսկ դուք փոխարեն ինչ-որ սրամտության մրցույթներ եք հայտարարում։ Տիկին Տոնոյան։ Ընկեր Տոնոյան։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչ բարդ է, ու ես, եթե անկեղծ լինեմ, ունեմ ձեր օգնության կարիք։ Իսկ ինչի դրա մասին ավելի շուտ չեք ասում։ Ես փորձում եմ։ Սուրճ։ Ինձ մի աղջիկ դուր էլի։ Էս ինչ է դա։ Չեմ հասկանում ոնց կարելի է ստեղ սենց հոտել գցել։ Պարտադիր է բելա։ Կարկանդակ է ընդհանրը։ Վիկ, վերցրիր։ Հա, բայց ավելի լավ է գնանք։ Չէ, ինչի, թող ինքը գնա։ Ես։ Վայ լավ, սենց չի կարելի, ավելի լավ է մենք գնանք։ Իրա պատճառով Վիկա, չէ։ Հա, բայց մենք չենք էլ պայմանավորվել, որ նստելու ենք։ Ոչինչ, թող ինքը դուրս գա, մենք հետո կգնանք։ Քեզ բան պետք է ասեմ։ Ինչ։ Հիմա ինչ։ Լավ, մի վախեցի։ Ես ավելի լավ է գնամ։ Հա, կգնաս չեմ պահելու։ Դանակի պահով բան ուզում ասեի։ Ինչ էիր ուզում ասել։ Այդ իմ դանակն էր։ Գիտեմ։ Գիտես ու դասատուներին բան չես ասել։ Խի չես ասել։ Չեմ հասկանում ինչ ես ուզում։ В общем, կներես, չպետք է տենց մանանայի։ Լավ։ Էս ինչ էր դավո։ Հեչ։ Դու Բելայից ներողություն խնդրեցիր։ Հա, ես էլ լսեցի։ Ինչ ա քո հետ կատարվում դավո։ Լավ, լսեք, ինչ եք ուզում ինձանից։ Գնա անգելոջից թարցրու։ Մելսից։ Ինքը ինչ կապ ունի։ Հա, այդ ինքն ստիպ է, որ գամ սրանից ներողություն խնդրեմ։ Թե չես հոտած մնալու է։
Չեմ հասկանում ինչի է Մելսը ստիպել Դավոյին, որ բելած ներողություն խնդրի։ Չգիտեմ։ Տարօրինակ է, Մելսին պետքա որ մեկ լիներ։ Այսքանը կարող էինք նաև իմ աշխատասենյակում խոսել։ Դե եթե Դավիթ ինձ տեսներ դպրոցում, դա կնշանակի, որ տեղյակ եմ խնդրից։ Իսկ եթե ես տեղյակ եմ խնդրից, դա նոր կոնֆլիկտներ կբերեր։ Այսինքն, եթե տեղյակ չեք, կարող եք ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Դե ես փորձում եմ ելք գտնել։ Ամեն Աստծո օր կռվելով, իրար հետ վիճելով, ելք չեն գտնում։ Ես կարծում եմ ամեն դեպքում, որ ծխելը այն թեման է, որի մասին պիտի ծնողը խոսի երեխայի հետ։ Ես կխոսեմ նրա հետ։ Ես էլ կկատարեմ ձեր խնդրանքը։ Կծանրաբեռնենք Դավիթին հասարակական աշխատանքներով։ Շատ լավ, պայմանավորվեցինք։ Հուսամ մինչև տարեվերջ կհաջողենք։ Հաշիվը։ Այս տարվա շախմատի առաջնությունը բացած թողելու։ Երևի։ Ինչի։ Ժամանակ չունեմ։ Ինչի։ Ժաս, խնդրում եմ, այդքան շատ հարցեր մի տուր։ Լավ, վերջում խոսի։ Դե կարեցիր խխունջներիդ։ Չէ, բաց եմ թողել։ Ինչի։ Դե ես մտածեցի, հա լավ, կարևոր չի։ Կարևոր ասա։ Դե կարող է մենք իրանց նեղացրեցինք, հավաքեցինք ու բաժանեցինք իրանց սիրելիներից։ Հեչ ծաղալու չի։ Ժաս, դրանք ուղղակի խխունջներ են։ Իսկ ինչի ես դու վստահ, որ իրանք ոչ ման չեն զգում կամ չեն մտածում։ Դե որովհետև գիտականորեն ապացուցված չի այդ։ Ոչ իմանալ գիտականորեն ապացուցված չի։ Ես հավատում եմ, որ գիտությունը ընդհանրապես վարկածներ է առաջարկում, իսկ իրականությունը ոչ ոք չգիտի։ Եվան ջան, ես տանն եմ։ Ժասմին ջան։ Բարև ձեզ։ Բարև։ Ես իրականում եկել էի, Մամ, ես էի Ժասմինին զանգել, որովհետև ձանձրանում էի մենակ։ Պարզա։ Դե ես գնամ ձեզ համար սենդվիչներ պատրաստեմ, հա։ Մնաց ընդհանրապես մի դաս, որ հետո հանգիստ գոնե կես ժամ լռության մեջ նստեմ։ Ես զարմանում եմ ուղղակի։ Քո դասերը շատ են։ Ինչի նոր ուսուցիչ չի վերցնում։ Որովհետև երիտասարդ ուսուցիչներ չի գտնում։ Բուհերում այդքան ավարտում են։ Ես զարմանում եմ ինչի չի կարողանում գտնել։ Ամեն դեպքում ես չեմ դժգոհում։ Դե լավ, գնամ որ դասից չուշանամ։ Ամեն ինչի հետ հարմարվում եմ։ Հա, ուսանող ժամանակվանից էլ այդպես է եղել։ Լարա, ես ճիշտ եմ, չէ՞ հիշում, որ դուք միասին եք ապրում։ Վահե, ուզում եմ սա վերցնես։ Այս ինչա։ Սա մի կողմ դրված գումար է։ Ինձ այս պահին պետք չի։ Եթե քեզ կարող է օգնել։ Չէ, Լարա բացառվում է, ես չեմ վերցնի։ Ու հետո ես իմ խնդիրների մասին երեք քեզ ասեցի, սա նկատի չունենալով։ Ես գիտեմ, բայց խնդրում եմ, ուղղակի վերցրու։ Սրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Ես անպայման հետ կվերադարձնեմ։ Գիտեմ։ Հանգիստ եղիր։ Ու Մարթան չգիտի։ Պետք էլ չի որ իմանա։
Շնորհակալ եմ, Լարա։ Ինեսա, ինչու դասի չես։ Այսօր խնդրել եմ ինձ փոքր շուտ թողնեն ընկերաթոյան, մամայի հետ տեղ ունեմ գնալու։ Պարզեմ, դե նստիր, ես քեզ կտանեմ։ Չէ, մենք մոտ ենք ապրում, հեռու չենք, ես կգնամ։ Նստիր, ճանապարհին էլ կխոսենք։ Բայց ես հարմար է։ Իհարկե հարմար է, նստիր։ Չէ, մի վախեցի, հարցը դա չի։ Ուղղակի կինը անցյալում ինձ ցավ է պատճառել ու ես հիմա չեմ ուզում իրան հանդիպել ու չեմ ուզում, որ ինքը քեզ տեսնի։ Լսի մի բան հարցնում էլի։ Ասա։ Բելա իվրից ինչ հոտ է գալի որ։ Արա կյանքում սենց հարց չէի սպասի, չնայած որ քեզանից ամեն ինչ սպասում եմ։ Դե լավ դու ես կողը նստում, գիտես էլի։ Ինչ ա եղել։ Չգիտեմ, լար հասցրեց մենակ տեղն ասել ու խնդրեց, որ գնամ։ Դե արի, միասին կգնանք։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է, ամեն բան լուրը լռությունն էլ գոռում է, երբ ուզում եմ խաղաղվել պատերազմում եմ, երբ ուզում եմ մտածել ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է, մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է, մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեք, այսօր ազատ եմ, արի հանդիպենք, աչքերս վերցրու